Ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, Tech-ing Shop-ի եթերում Armat-ի մասին ենք խոսելու այսօր եւս, ինչը նշանակում է, որ բացահայտելու ենք տեխնոլոգիական Հայաստանը, տեխնոլոգիական կրթությունը եւ համայնքային զարգացումը։ Ես Մայանն եմ, Armat-ի ղեկավարը, ու այսօր զրուցելու ենք Adobe ընկերության բիզնես գործառնությունների ղեկավար Տաթևիկ Չիլինգարյանի հետ։ Ողջույն Տաթևիկ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ինչպես միշտ մեր համայնքի ներսում եք եւ խոսելու ենք ձեր գործունեությունից, մեր համագործակցությունից, մեր գործունեությունից ու մաղթում եմ մեզ հետաքրքիր եթեր։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, մեծ սիրով եմ ընդունել։ Շնորհակալություն։ Տաթև Adobe-ին միջազգային ընկերություն է, որը Հայաստանում բավականին մեծ մասնաճյուղ ունի, բնականաբար իր բիզնես առաջնահերթություններն ունի ու գործունեություն է ծավալում կոնկրետ ոլորտում։ Առաջին հայացքից այսքանը բավարար է, որ չխոսենք կրթությունից, ներդրումներից եւ մարզային զարգացումից, բայց արի ու տես, որ լինելով միջազգային ընկերություն, ունենալով սեփական բիզնես առաջնահերթությունները, դուք նաեւ անմասն չեք մնում Հայաստանում այլ գործունեությամբ հանդես գալու, այլ նախաձեռնություններով հանդես գալու եւ զարգացմանը նպաստելու մասով։ Ինչու՞։ Շնորհակալություն հարցի համար։ Երբ Adobe-ն Հայաստան եկավ Workfront ընկերության ձեռքբերման միջոցով, մենք սկսեցինք որպես թիմ մտածել, թե ինչպես կարող ենք այնպես անել, որ Հայաստանը Adobe-ի շուկան մուտք գործելու միջոցով ավելի մեծ ձեռքբերումներ ունենա, ոչ միայն աշխատաշուկայի ընդլայնման կամ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, այլ նաև ինչպես կարող ենք մենք մեծ ազդեցություն ունենալ նաև համայնքային զարգացման վրա։ Իրականում Adobe-ն այս հարցում շատ բաց գտնվեց ու պարզվեց, որ իրականում այդպիսի ծրագրեր արդեն առկա են Adobe-ում, այսինքն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեծ կարևորություն ունի Adobe-ի համար։ Եվ այդպիսով սկսեցինք ներդրումներ անել նվիրաբերությունների տեսքով սկզբում, եթե հիշում եք, Armat-ի հետ նաև աշխատել ենք այս կոնտեքստում գույքի նվիրաբերության համար, նաև ինչ-որ առումով տարբեր համայնքներում տարբեր կրթական ծրագրեր նախաձեռնեցինք Adobe-ի կողմից Adobe Academy կոնցեպտի ներքո Սյունիքում եւ նոյեմբերյանում 12-ից 17 տարեկան երեխաները հնարավորություն ունեցան տեխնոլոգիական կրթություն ձեռք բերելու առանց վճարելու դրա համար ու հետ վերադարձնելու նաև իրենց համայնքներին։ Ինչպիսին էր մասնակցությունը այդ ժամանակ, արդյոք ձեր աշխատակիցներն էին այսպես ասած դասավանդում եւ ինչպիսին էր արձագանքը Սյունիքում եւ ինչպես նշեցիք Տավուշում էր ծրագիրները իրականացվում, ինչպիսին էր այնտեղ տեղացիների արձագանքը այս ամեն ինչի։ Դե Սյունիքում երբ որ նախաձեռնում էինք այս ծրագիրը, երեխաները շատ ողջևորված էին, ընդ որում մենք տենց հետազոտեցինք, ինչ ծրագրեր կան ընդհանրապես տարբեր մարզերում, տարբեր համայնքներում ու Սյունիքինը հենց ներդրեցինք, որոշեցինք ներդնել հենց Կապանում, որովհետև հենց Կապանում ընդհանրապես չկային այդպիսի ծրագրեր, առաջնորդվելով նաև դրանով, որ ոչ մի ներդրում չկար, արձագանքը շատ դրական էր, շատ ողջևորված էին երեխաները ու տենց բավականին մեծ թվով մոտ 60-70 երեխաների հետ հարցազրույց անձամբ ես եմ ունեցել, որի արդյունքում 15 երեխա ընտրվեց այս ծրագրի շահառու որպես դասավանդում էին ծրագիրը իրականացրել ենք Wiscot Academy-ի հետ համատեղ, չէին դասավանդում մեր ինժեներները, կային ծրագրավորողներ, որոնք որ սովորեցնում էին երեխաներին JavaScript եւ Python։ Որ նշեցիք եւ կրթության եւ համայնքին վերադարձնելու ձեր այսպես ասած նպատակը լրացուցիչ նպատակն է, հա, զուգահեռ բացի կրթական նախաձեռնությունների հետ աշխատելով կոնկրետ համայնքային զարգացման որոշակի ծրագրեր կան թե չէ եւ որոնք են կրիտերիաները ընտրելու որ կրթականին, որ ՀԿ-ին, որ գործունեությունն է ծավալում, ինչ մասով համագործակցելու ներդրում անել։
Շատ լավ, ուրեմն ինձ հաճախ հարցնում են, արդյոք Adobe կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինը մարքեթինգի տակ է գտնվում, թե ոչ։ Իրականում ոչ, որովհետև մենք անձամբ որպես ընկերություն, որպես բիզնես, այդտեղ ոչ մի շահ չունենք ու ոնց ենք ընտրում։ Հիմնականում առաջնորդվում ենք նրանով, որ ազդեցության շրջանակը հնարավորինս լայն լինի, այսինքն ավելի շատ շահառուներ կարողանան օգտվել։ Օրինակ, եթե վերցնենք Արմաթը, ասենք ամենամեծ կարելի ասել ցանցն է անվճար տեխնոլոգիական կրթության, ու այդ մեզ համար կարևոր է, որովհետև ինքը հասանելի է դարձնում տեխնոլոգիական կրթությունը տարբեր համայնքներում, տարբեր մարզերում, նաև շատ հեռավոր մեր գյուղերում, էլի, ու այդ մեզ համար շատ կարևոր է, օրինակ կրիտերիաներից մեկը հենց ազդեցության շրջանակն է, որպեսզի հնարավորինս լայն շրջանակներով շահառուներ կարողանան օգտվել այդ կրթությունից։ Մյուսը մենք շատ ուշադրություն ենք դարձնում կիրառականությանը, գիտելիքի տրման կիրառականությանը եւ այն առումով, որ երեխաները կամ այն մարդիկ, ովքեր այդ կրթությունը ստանում են, հետագայում կարողանան դա կիրառել իրենց առօրյա աշխատանքում եւ դա ինչ որ դառնա ոչ միայն այդ պահին ուղակի ծրագիր էր 2-3 ամիս, լավ 6 ամիս տևեց ու վերջացավ, այլ իրենք կարողանան այդ գիտելիքը տանել իրենց հետ ու դա նաեւ լինի մասնագիտական կողմնորոշման որոշակի ուղղություն, որ երեխաները կարողանան վստահ լինել իրենց ուժերի մեջ ու նաեւ վստահ լինել, որ իրենք կարող են տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվել իրենց իսկ համայնքներում առանց Երևան տեղափոխվելու։ Հա, սա շատ կարևոր է նաև, որպեսզի կարողանանք համայնքների համաչափ զարգացումը ունենալ, ոչ միայն կենտրոնացումը Երևանում, այլ նաև տարբեր մարզերում այս կրթությունը հասանելի լինի ու երեխաները, ովքեր որ ցանկանում են հետագայում շարունակել իրենց կրթությունը օրինակ ծրագրավորման ոլորտում կարողանան այդ գործունեությամբ զբաղվել հենց իրենց համայնքներում։ Կարևոր կրիտերիա է նաև մոտիվացվածությունը, այսինքն որոշ դեպքերում մենք նկատում ենք, որ դա հիմնականում նկատում ենք մարզերի երեխաների հետ զրուցելուց, թե որքան մեծ է ձգտումը ու որքան ավելի պասիվ դիրքում են գտնվում ծնողները նման երեխաների ու ճիշտ հակառակ պատկերը մենք տեսնում ենք Երևանում ավելի շատ դրթող ուժը ծնողներն են երեխաները մի քիչ ավելի սենց հետ քաշված կյանքով են ապրում իրենց հետաքրքրություններով ու կրթությունը մի քիչ եթե ընդհանրական նայենք իհարկե կան բացառություններ բայց ավելի շատ դրթող ուժը ծնողների կողմից է էլի այդ մոտիվացիան մեզ համար շատ կարևոր է մենք ուզում ենք որ այն երեխաները այն մարդիկ ովքեր որ իսկապես մոտիվացված են դա ձեռք բերելու ունենան այդ հնարավորությունները երևի այսքան է որ պատասխանում էիր ու պատմում էիր առաջնահերթությունները զուգահեռ երկու օրինակ ու միտքեր ուղեղումս պատտվում մեկն էր որ երբ որ ասում ես գիտելիքի կիրառելիությունն ենք կարևորում ու ինքնանպատակ չպետքա լինի X հմտության կամ X գիտելիքի փոխանցումը այստեղ մեր մոդել արմաթում կարմիր թելի նման անցնում է որ նախ եւ առաջ դու ոչ թե սովորում ես ծրագրավորում կամ այլ հմտություններ հենց աշխատանոցում այլ ինչու ես սովորում այսինքն եթե քեզ պետքա քո հետաքրքրությունների քո խնդիրների համայնքի խնդիրների ու հետաքրքրություններին համապատասխան ինչ-որ գործիք ստեղծել, ինչ-որ մի պրոյեկտ անել, այդ նշանակումա դրա համար է քեզ պետք է հմտությունն ու գիտելիքը, դա գալիս է ստանում ես միասին խմբավարի հետ, խմբով, թիմով եւ այլն, հետո գալիս է խնդիրը լուծում եք, ստացվում է, որ հենց կիրառելու համար էր այդ գիտելիքը։ Այսինքն այստեղ տենց շատ ուղիղ կապվում է դա, որ միայն կիրառելու համար է եւ ինչքան վաղ տարիքում եւ ինչքան շատ հմտությունների պաշար ձեռք բերես, նաև գիտելիքների, հետո արդեն կողմնորոշումը մասնագիտական առումով, կողմնորոշվել է, որ այս ինչը չեմ ուզում անեմ, եւս կողմնորոշվել է։ Միանշանակ սխալությամբ գնալն է։ Երկրորդ միտքն էլ այն էր, որ նշում ես Երևան եւ մարզեր տարբերությունը ու որ կոնկրետ երեխեքի հետ ենք ոնց որ աշխատում։
կամա հիշում եմ այն օրինակները, որ մարզերում շատ երեխեք կան, որ միայն համակարգչի առկայությունը իրենց կյանքում կարող է փոխել շատ բան։ 13-14 տարեկանում ինքը ունի համակարգիչ, միանգամից սովորում է մի քանի մասնագիտություն մենթորների միջոցով եւ համայնքի միջոցով ու ինքը դառնում է մրցունակ կամ գալիս է հավասարվում է Երևանին կամ գոնե թե իր մարզում դառնում է ավելին, քան որոշակի միջավայրում մեծացած երեխան ու այս առումով էլ Adobe-ն այդ խնդիրը որոշ տեղերում շատ հաջողությամբ է լուծում, թե արմատի հետ, թե այլ նախագծերի հետ, դրանցից էլ կարող ես, եթե էմոցիոնալ կիսվելու առիթ կա։ Շատ լավ բան ասացիր, իրականում մեմի հետ ենք այսպես համագործակցում, ավելի երկարաժամկետ ու պարբերաբար համակարգիչների նվիրաբերության տեսքով մեմը, ովքեր որ չգիտեն, մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպության մասին է, ճիշտ ասած չգիտեմ, հասարակական կազմակերպությունը թե սկզբում նախաձեռնություններ, հետո ինստիտուցիոնալ ձևակերպում ստացած։ Մենք նվիրաբերում ենք համակարգիչներ պարբերաբար ու իրենք շատ լավ զարգացած համակարգ ունեն, թե ինչպես կրեդիտավորման համակարգ ունեն, թե ինչպես երեխաները, ովքեր կամավորություն են անում ու ինչ որ ձև համայնքային զարգացման մեջ ազդեցություն են ունենում, ձեռք են բերում հնարավորություն այդ համակարգիչները որպես նվեր ստանալու ու ունեն բավականին լուրջ վիճակագրություն են առումով, որ ովքեր որ ձեռք են բերում համակարգիչ, արդեն շատ վաղ տարիքից կարողանում են անցնել աշխատանքի, հեռավար աշխատանքի ու սա նույնպես այնա ինչի մասին որ դու ասում էիր, էլի, որովհետև հնարավորություն են ունենում իրենց տանից, իրենց համայնքներում արդեն աշխատել ու մտնել աշխատաշուկա, լուրջ աշխատաշուկա ու լուրջ քայլեր անել, էլի կիրառականության մասին է այստեղ գիտելիքը, որովհետև հիմա ինձ թվում է երեխաների մեջ այդ հարցը միշտ կա, էլի, իրականում ինչի համար եմ ես սովորում, որտեղ պիտի պետք գա այն գիտելիքը, որը որ ես այսօր ստանում եմ դպրոցում, ու այդ գիտելիքի կիրառական բնույթը շատ-շատ կարևոր է, որովհետև օգնում է հասկանալ, թե ապագայի մեջ ինչ ներդրում ու կրթության մեջ ներդրումը ինչ հետևանքներ կունենա ապագայում եւ նաեւ մասնագիտական ինչ կողմնորոշում ու մասնագիտական նաեւ գործունեության սկիզբը ավելի վաղ տարիքից ունենալը կարծում եմ բավականին դրական շարժ տեսնում ենք արդեն։ Մյուս կողմից, երբ որ երեխաները այդ հարցի պատասխանը չեն ստանում համայնքի ներսում, ինչու սովորեմ, որովհետև այս տեսակ կյանք ունենալու համար ոնց որ թե պետք չի այս բաները սովորել, առաջին հայացքից այդ տարիքում բնականաբար հարցակային տակ են դնում, բայց երբ որ ընկերությունները եւ մասնագետները կոնկրետ աշխատում են այդ երեխեքի հետ ու ինքը գիտի, որ օրինակ Adobe-ից այսինչ ներդրում անողը ունի 200 աշխատակից Հայաստանում եւ այդ 200-ը մրցունակ են միջազգային հարթակում ու հայ են ու իրենք ճանաչում են դեմքով այդ մարդկանց, անմիջապես երևում է թե ինչ դերում որ դերը դու կարող ես որպես օրինակ ունենալ որ մարդկանց, որովհետև իրանք գոյություն ունեն մեր շրջապատում, աշխատում են, ապրում են, մի հատ էլ նվիրաբերություն են անում, դու իրանց էլ ես ճանաչում եւ այլն, այս առումով այդ օրինակներն էլ կազմակերպությունը մոտ է գնում համայնքին, կազմակերպությունը մոտ է գնում երեխային ու այդ ոչ միայն գումարի տեսքով ու համակարգչի եւ այլ ներդրումների, նաեւ մշակույթի փոխելու ու կորպորատիվ առումով այդպես մտածելու տեսանկյունից էլի մտածողությունն է փոխվում։ Նշանակ ու բացի դա, բացի նվիրաբերությունները, օրինակ որ մտածում էի, սենց հիմա կարող է շատ հեռու թվալ ես Adobe-ում ինչպես կարող եմ աշխատել, էլի, օրինակ տենց թեկուզ մարզերի երեխաների համար, որ նույնիսկ իմանում են, որ կա այսպիսի ընկերություն Հայաստանում, Երևանում ունի գրասենյակ, շատ հաճախ այդ հարցն է ծագում, լավ, ես ինչպես կարող եմ ընդունվել աշխատանքի ու այս հարցը օրինակ մենք կարգավորել ենք, փորձել ենք կարգավորել, որը որ շատ լավ աշխատում է մեր internship-ի շնորհիվ։ Օրինակ internship-երը հիմա մեզ մոտ միայն ուսանողների համար են, բացառապես ուսանողների համար, որովհետև մենք նկատում ենք շուկայում այդ խնդիրը, որ սկսնակ նորավարտ ծրագրավորողները, որտեղ ուզում էին աշխատանքի ընդունվել, օրինակ, չէին կարողանում, որտեղ ամենտեղ փորձ էր պահանջվում ու այս
կամուրջը ոնց որ մենք կառուցեցինք հենց այդ ուսանողական կյանքից դեպի աշխատանքային կյանք այս կամուրջի կառուցման միջոցով էլի, այսինքն այնպես արեցինք, որ ուսանողները անմիջականորեն կարողանան գալ internship-ի սովորել, վճարվել այդ կրթության համար եւ հետո նաեւ հնարավորություն ունենալ փոխակերպվելու արդեն ամբողջական դրույքով աշխատանքի այս ֆորմատով ենք էլի փորձում այդ հարցը լուծել, որովհետև ես հասկանում եմ, որ շատ ունկնդիրների մոտ կարող է այդ հարցը առաջանա, օրինակ լավ նվիրաբերեցինք համակարգիչ, օգնեցինք համայնքային զարգացմանը, փորձեցինք այդ էկոհամակարգին ինչ-որ ձև աջակցել, բայց եթե մարդիկ օրինակ երազում են Adobe-ում աշխատել, այդ հարցը ոնց կարող են կարգավորել, էլի, այստեղ այդ մտածված լուծումը կա, տարեկան մեկ անգամ պարտադիր ունենում ենք internship-ի ծրագիր։ Որ ասցիր, որ մարդիկ մտածում են ոնց կարելի է Adobe-ում աշխատել, մի պահ ուղղակի առանց հարցականի այդ նախադասությունը եկավ մոտս, որ պատկերացրեք լիքը գործիքներ կան, որ մենք օգտագործում ենք ու սովորաբար մեզ թվում է այդ անում են ինչ-որ երկրներում, ինչ-որ խելացի մարդիկ ու մենք շատ հեռու ենք այդ ամեն ինչից ու պարզվում է, որ նախ կան միջազգային ընկերություններ, որոնք Հայաստանում ունեն մեծ մասնաճյուղեր եւ այլն, եւ երկրորդ տանեմ դեպի արմատյուղությամբ, որ երբ որ իրենք տեսնում են այդ գործիքները, մենք սերմանում ենք իրանց մեջ, որ այս տեսակ գործիք դու ինքդ կարող ես սարքել քո համայնքում, քո համակարգչի դիմաց, եթե ունես երազանք եւ եթե ուզում ես այդ տեսակ լուծում ունենալ։ Այսինքն այս մասով նայեք ինչքան ոնց որ նախ մոտ է ինչ որ մեծ թվացող բանը, երբ որ դու դրա մասին լավ իրազեկում ես, աշխատում ես մարդու հետ եւ այլն ու ուսանողական տարիքից անգամ այդ ամեն ինչի մաս դառնալը շատ լավ քայլ է ձեռքբերման նման եւ պատկերացրեք հետ գնանք, չգիտեմ, 10-15 տարեկանից դու արդեն այդ ամեն ինչի մեջ լինես ու ստեղծես քո գործիքները, որը հետո կարող են լավ հաջողությամբ դառնալ բիզնես գաղափարներ եւ բանանել։ Էկոհամակարգաձևավորվել նկատի ունեմ Հայաստանում, արդեն տեխնոլոգիական կրթությունը, տեխնոլոգիական էկոհամակարգը այնքան ուժեղ է, որ մենք 10-12 տարեկանից այս տեսակ բաների հետ կարող ենք երեխեքի հետ խոսել։ Այո, միանշանակ համաձայն եմ ու շատ ժամանակ, երբ որ զրուցում էինք երեխաների հետ, ասում էին, որ մեզ համար Adobe-ն ընդամենը մի հատ փոքրիկ իկոնկա է դեսքթոփի վրա, PDF բացելու համար ու երբ որ շատ հաճախ տենց որ ասում էինք Adobe, որը ճիշտ արտասանման ձևն է, շատ հաճախ դա պարզ չէր լինում այդ ինչ ընկերության մասին է, հետո որ ասում էինք, այ գիտեք Photoshop-ը, PDF-ը, հա գիտենք, այ հիմա պարզ է ինչի մասին ենք խոսում։ Այո, համաձայն եմ ու օրինակ Հայաստանի մասնաճյուղում Adobe-ի մենք այս վերջին 2 տարիների ընթացքում բավականին լուրջ Adobe-ի մասշտաբով բավականին լուրջ պրոյեկտների վրա ենք հիմա աշխատում, որոնք որ շատ մեզ համար շատ մեծ մարտահրավեր էր այդպիսի ոնց որ նախաձեռնությունների առաջամարտիկը լինելը, էլի Adobe-ի համար կարևոր պրոդուկտի վրա աշխատելը ու Հայաստանի մեր թիմը այսօր այդ գործը իրականացնում է ու մեծ պատվով կարող եմ ասել շատ մեծ պատվով լավ առաջ ենք տանում այդ նախաձեռնությունները։ Սկզբում որ ընդգծում էի, որ միջազգային կազմակերպությունը ունի իր առաջնահերթությունները, զարգացման պլանը, ի վերջո բիզնես գործունեությունը շատ օրգանիկ ձևով, նաև ու ակտիվ ձևով ներգրաված է հայաստանյան կրթական էկոհամակարգում եւ զարգացման հետաքրքիր է այդ լավ սիներգիան, ոնց է կարողանում թիմը, բանակցող կողմը եւ այլնը միջազգայինին պատճառաբան ճիշտ պատճառաբանությամբ ուղղորդի է կողմ։ Արդյոք այդտեղ ինչ որ դժվարություններ կան, թե բոլոր երկրներում ինչ որ ընդունված պրակտիկա է։ Ունենք իրականում ընդունված պրակտիկա ունենք, կա նաև մեր տարեկան գրանտերի ծրագիրը, օրինակ այս տարի որը որ ընդունված է միջազգային մակարդակով Adobe-ի ու այդտեղ իհարկե լոկալ ունենք գրանտերը դիտարկող հանձնաժողով, բայց վերջնական որոշումը դրսում է կայացվում, իհարկե մեր որոշումները, մեր
վերլուծությունները, առաջարկությունները մեծապես կարևորվում են որոշման կայացման համար, օրինակ այս տարի այդպես բիոինֆորմատիկա ինստիտուտին կարողացանք գրանտ տրամադրել, բայց նաև կան լոկալ նախաձեռնություններ, որոնք որ այդ ազատությունը մենք այսինքն ունենք։ Կա հարթակ, որի միջոցով մենք կարող ենք նվիրաբերություններ կատարել, եթե այդ հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները գրանցված են այդ հարթակում, կան նաև անձնական նախաձեռնություններ, օրինակ ունենք աշխատողներ, որոնք մենտորություն են անում FAST հիմնադրամի Generation AI ծրագրում, ունենք նաև մենտորներ, ովքեր MEM-ի հետ են համագործակցել, այս համագործակցությունը թե լոկալ, թե գլոբալ առումով ողջունվում է, որտեղ Adobe-ի համար այդ կարևոր կետ է ինձ թվում է նշել, էլի, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինը, առանձին բաժին, ինքը մարքեթինգի տակ չի, էլի կրկնվեմ, այսինքն դա չի կատարվում ինչ որ շահույթ հետապնդելու նպատակով, դա ուղղակի Adobe-ի DNT-ում կա, այսպես ասած, օգնել համայնքներին զարգանալ ու դա որպես նաև աշխատողների մոտիվացման համար, որովհետև շատ ոգեշնչում է, որ մենք տեսնում ենք այն ընկերությունը, որտեղ որ մենք աշխատում ենք, աջակցում է այն հասարակական կազմակերպություններին կամ հիմնադրամներին, որոնք մեզ համար, Հայաստանի տեխնոլոգիական կրթական զարգացման համար շատ կարևոր են ու այդ բավականին մեծ ոգեշնչում է առաջացնում նաև մեր աշխատողների մոտ, էլի։ Ես չգիտեմ, պատասխանեցի հարցին, թե չէ։ Եովին, եւ ես ունեմ հաջորդ հարցը։ Քանի որ այս ամեն ինչի մեջ դու անձնապես ներգրաված ես, ոնց նշեցիր, հարցազրույցներ անելը, նախագծերը ընտրելը, ֆիլտրելը եւ այլն, եւ որպես աշխատակից մոտիվացվելու կետն էլ ընդգծեցիր, ուզում եմ, եթե ունես նման օրինակներ, բերես թե ինչն է ամենաշատը ոգևորում քեզ որպես աշխատակից այս ամեն ինչը կոորդինացնելու մեջ եւ ինչ դժվարություններ կա ընտրության փուլում, չգիտեմ, մերժելու փուլում եւ այլն։ Ցենց անձնական էմոցիոնալ բաներ եմ ասում այստեղ լսել։ Եթե դեմ չես։ Սկսեմ, չէ, բոլորովին դեմ չեմ։ Իրական շատ անհետաքրքիր կլիներ, եթե ես ու վստահ եմ շատերը մեր ընկերությունում անեին զուտ այն աշխատանքը, ինչը որ աշխատատեղի նկարագրությամբ տրված է։ Իրականում այն ամեն ինչը որ անում ենք համայնքների զարգացման, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համար, դա կամավոր հիմքով է։ Այսինքն դա մեր ընտրությունն է, մեր ներգրավվածությունը այդ ծրագրերում մեր ընտրությունն է։ Ինչու, որովհետև ես էլի կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր մարդ այն դիրքում, որտեղ որ գտնվում է, այն կետում, որտեղ որ գտնվում է, մի քիչ ավելի լայն մտածի ու մտածի, թե ոնց կարող է իր յուրաքանչյուր գործողությունը ավելի մեծ բարիք, բարօրություն բերել ընդհանրապես այդ երկրին, որտեղ ինքը ապրում է ու որպես ներքին մոտիվացիա, մտադրանք կամ առաջ շարժման համար որոշակի ուղղություն վերցնի ավելի լայն շրջանակներ, կարծում եմ մեր Հայաստանը շատ արագ կծաղկի, որովհետև եթե մենք սահմանափակվենք զուտ աշխատատեղի նկարագրությամբ, դա այսօրվա աշխարհում արդեն բավարար չի։ Ոչ միայն բավարար չի տնտեսապես, այլ նաև էմոցիոնալ առումով բավարար չի, էլի։ Ու ինչպես արդեն նշեցի, որ Adobe-ին գալիս էր ու ես ոնց որ անցում էի կատարում մեկ այլ դերի, այս պաշտոնն էի ստանձնում, ես հստակ դրեցի մոտիվացիա, ես ինչ որպես անհատ ինչ կարող եմ անել, որ իմ միջոցով կարողանա այդ բարօրությունը հոսել դեպի Հայաստան ու Հայաստանի տարբեր համայնքներ, Հայաստան ասելով ես բնականաբար ավելի լայն եմ պատկերացնում, քան զուտ այն համայնքը, որտեղ որ ես ապրում եմ։ Հարցի երկրորդ մասը որքանով է դժվար, ասեմ, որ շատ դժվար է, որովհետև մենք երբ որ գրանտերի դիմումներն ենք օրինակ նայում, այնքան մեծ քանակությամբ այդպես էմոցիոնալ, շատ կարևոր ու նաև խոցելի խմբերի համար շատ կարևոր գործ անող հիմնադրամներ ու հասարակական կազմակերպություններ ունենք, որ
շատ դժվար է լինում այդ սահմանափակ ռեսուրսները որոշել, թե ում տանք ու այդ դժվարությունը հիմնականում դրանում է, որովհետև իրականում շատ են մեզ գրում նաև համակարգիչների նվիրաբերության համար ու հետաքրքիրն է, որ գրում են նաև պետական դպրոցներից, որ շատ հետաքրքիր է, որ ինչի օրինակ Դիլիջանի ավագ դպրոցը համակարգիչ չունի, այդ հարցը իմ մոտ օրինակ շատ առաջանում է, ինչի չունի ու մեզ պիտի դիմեն, որ մասնավոր սեկտորը այդ հարցը լուծի ու ինձ համար այդ նաև հնարավորությունը գնահատելու ու տեսնելու այն մեխանիզմը, որով օրինակ ոչ պետական կառույցները ու շահույթ չհետապնդող կառույցները, նույն հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները ստեղծում են կարծես զուգահեռ իրականություն, զուգահեռ էկոհամակարգ իրար հետ համագործակցելու, իրար հետ այդ ցանցը առաջ տանելու, ռեսուրսները փոխանակելու ու դա շատ նաև ոգեշնչող է, որ տեսնում ենք ոնց են մասնավոր սեկտորը պետությունը ինչ որ առումով արմաթիտ առումով նաև որտեղ պետությունը ինչ որ ներդրում ունի ամեն դեպքում արմաթի մեջ ու հասարակական կազմակերպությունները ոնց են կարողանում համագործակցել այս շատ հետաքրքիր է դիտարկել ու տեսնել, բայց այդ դժվարությունը հենց դրանում ընտրության չափանիշների մեջ, այսինքն մենք ընտրություն կատարելուց հիմնականում նայում ենք, որ ազդեցության շրջանակը լինի լայն ու շահառուները լինեն ոչ թե բազմազան, այլ ավելի մեծ քանակությամբ շահառուների հպվի այդ առավելությունը ասացիդ հավելեմ գուցե մեզ լսողների համար մի քիչ ավելի անուններով, օրինակներով բացենք թեման, որ կոնկրետ արմաթի դեպքում պետություն մասնավոր ամենամեծ համագործակցությունն է, որովհետև եթե պետությունը կառավարությունը տալիս է խմբավարների մասով փոխհատուցումը, մասնավորը տալիս է գույքը ներդրումները արմաթի մնացած գործունեությունը կառավարելու եւ կազմակերպելու համար ու ներծրագրային կամ, չգիտեմ, նույն մարզում գործունեություն ծավալող տարբեր նախաձեռնություններ իրոք այդ ներքին ռեսուրսները կիսում են։ Այսինքն, եթե մենք ունենք ամեն երկրորդ դպրոցում արմաթ, որտեղ սովորում են 10-ից 18 տարեկան երեխեքը, բնականաբար դրա մեջ կան նաև մարզերի երեխաները մարզերում նախաձեռնության երեխեք, այդտեղ կան Մունք տեխնոդպրոցից բնացած բոլոր ծրագրերից, որոնց անունները հիմա չեմ հիշի բոլորը տամ, բայց այդ ներքին ռեսուրսները կիսելու եւ նույն միսիայի տարբեր կողմերից կպնելու եւ զարգացնելու առումով այդ էկոհամակարգը կա ու դեռ որ աշխատում է այս առումով ոնց որ օրինակներ գիտենք եւ ես եւ դու ու ուրախությամբ ենք կիսում որ այո մասնավորը գալիս է փակում է այն բացը որը պետությունը չի անում տեղում նախաձեռնող խումբը անում է այն ամեն ինչ որ ոչ մասնավորն անում ոչ պետությունը որպեսզի այդ քո ասած ազդեցությունը եւ տեղում արդյունք ունենալը իշա բոլորի գնա այստեղ որ սկսեցի օրինակներ բերել հիշեցի դուք երբ որ ներդրում էիք արել եւ ֆորմատ էինք վերազինել այդ բացման արարողությունը երեխեքի հետ շփվելը եւ այլն ու ամեն անգամ ես ունենում եմ իմ բացահայտումներն ու էմոցիաները ուզում եմ ոնց որ կազմակերպության տեսանկյունից եւ անհատական տեսանկյունից նայես թե օրինակ ինչ ակնկալիք է լինում ներդրում անելուց արմաթի կամ այլ նախաձեռնության մեջ ու դրա արդյունքները հետո ոնց եք տեսնում եթե տեսնում եք իրականում սպասելիքներ շատ չունենք երևի միակ սպասելիքը հետ ներդրման դիմաց հետ վերադարձը դա internship-ի ծրագիրն է որը որ իսկապես սպասում ենք որ լավ պատրաստված մասնագետների կկարողանանք որպես աշխատակից ներգրավել մյուս դեպքերում մենք որպես բիզնես սպասելիքներ չունենք բայց հետևում ենք հաշվետվություններին այսինքն մեզ բարբերաբար ուղարկում են հաշվետվություններ եւ այդ թվերը տեսնելով մենք գնահատում ենք մոտավորապես գաղափար ենք կազմում ազդեցության շրջանակների մասին թե ինչ փոփոխություն տեղի ունեցավ այդ ներդրման արդյունքում եւ արդյոք
միտք ունի հետագայում նաև նմանատիպ համագործակցություն իրականացնել, թե ոչ, էլի, որովհետև քանի որ ինչպես նշեցի, շատ են մեզ դիմում օգնության համար, մենք էլ ունենք ինչ-որ սահմանափակ ռեսուրսներ, այդ հաշվետվությունները յուրաքանչյուր շահառու ընկերություն, հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ կամ նախաձեռնություն, իրենց չափանիշներով եւ իրենց չափման մեխանիզմներով են դա մեզ ներկայացնում։ Այսինքն մենք չունենք ինչ-որ միասնական չափողական համակարգ, որի միջոցով մենք այդ ազդեցությունը չափենք։ Յուրաքանչյուր նախաձեռնություն ինքը իր հաշվետվության միջոցով մեզ որոշակի տեսանելիություն է տալիս, թե ինչ ազդեցություն մենք ունեցանք։ Մեխանիզմը դա է ու ստեղ նաև կարևոր է նշել, որ մենք ունենք բացի այն ինչ որ որպես ընկերությունը ունի ռեսուրսներ եւ ներդրումներ կատարում է ինչ որ այս կամ այն ֆորմատով մենք նաև անհատական նվիրաբերություններ ունենք ու երբ որ անհատական նվիրաբերություններից հետո կամ fundraising-ներից հետո մեր աշխատակիցներ իրենց գրպանից են այդ գումարը դնում, երբ որ մենք կիսվում ենք այդ հաշվետվությունները իրենց հետ, իրենք հասկանում են, որ հավատում են այդ արդյունքներին ու հասկանում են, որ իզուր չէր ու ավելի մոտիվացված են լինում հետագայում որոշակի գումար ամեն ամսվա իրենց աշխատավարձից ներդնել անհատական նվիրաբերությունների տեսքով այս կամ այն ընկերությանը շահույթ չհետապնդող նախաձեռնությանը։ Ի վերջո նաև արդար է, որ այդ ֆորմատները ձեր նշած տարբեր են, որտեղ տարբեր տեղերում տարբեր ազդեցություն ունենում կամ տարբեր ուղղությամբ աշխատանքները տարվում, հետեւաբար նույն բանով չի չափվում։ Կա ինչ-որ մի բան, որը ուզում ես ընդգծես, ես չհարցրի։ Բողոքներ, առաջարկներ, ներկայություններ։ Չէ, կարծում եմ ամեն ինչ զրուցեցինք, շատ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ նաև Արմաթում ներքո ներգրավվածության համար, հավատում եմ այդ ծրագրին ու ընդհանրապես շատ ոգեշնչվում եմ տեսնելով այս էկոհամակարգի ինքնուրույն զարգացումը ու ճկունությունը, ինձ շատ ինքնուրույն չէ, դուք մեզ հետ եք տեխնոլոգիական համայնքը եւ հա, բայց ինքնուրույն նկատի չունեի, որ միայն նկատի ունեի, որ անկախ ամեն ինչից այդ զարգացումը կա, այդ ճանապարհները գտնվում են ու այդ համագործակցությունը ես ինքս շատ արժևորում եմ, շնորհակալություն շատ։ Շնորհակալ եմ Տաթև եւ համագործակցությունների համար եւ ներդրումների եւ որ զարգացումը Հայաստանի զարգացումը լինի տեխնոլոգիական կրթության կամ այլ ասպեկտներում դուք կարևորում եք եւ որպես աշխատակիցների համայնք եւ որպես կազմակերպություն շնորհակալ եմ սիրելի ռադիո լսողներ այսօր այսքանը կհանդիպենք այլ եթերներում ավելի շատ խոսելու տեխնոլոգիական Հայաստանից համայնքային զարգացումից եւ Արմաթից շնորհակալություն